Պարոն Սիմոնյան, պատարագը, որ լինելու է առաջիկա կիրակի օրը եւ որին վարչապետը արդեն հայտարարել է մասնակցելու է իշխանությունը, այսինքն քաղաքացիական պայմանագրի մյուս պաշտոնյաները պատրաստվում եք ներկա լինել։ Ես արդեն ասել եմ, որ ես չեմ մասնակցել, այդպես պլաններ չունեմ, վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է, միշտ չի, չէ՞ որ որտեղ վարչապետը գնում է, ես եմ գնում։ Չէ, իհարկե չի նշանակում, բայց ինչի՞ պետք է մենք իրար չենք համաձայնեցնում, որ եկեղեցի է գնում ինչ անում, չէ՞, սա քաղաքական մի տարեք քաղաքական դաշտ, ոչ մի աջակցելու եւ չաջակցելու բան չկա, դա ամեն մարդու իր ընտրության, իր որոշման բան է, ինչ կա տեղ աջակցելու, չաջակցելու։ Հիմա ես չեմ ուզում դուք այդ դրա շուրջ ինչ որ տենց մեծ բան ստեղծել։ Մարդը որոշել է, որ մարդ կա, որը որ պատարակ է անում, որոշել է գնա մասնակցի այդ պատարակին։ Դա չի նշանակում, որ դա չի դրա հետաքրքիր տենց լավ խոսույթ է, չէ՞, ձևավորվել դրա հետ կապված։ Ոնց որ կարամ վերջացնեմ, որ կարգալույցը չի կարող ինչ-որ մեկին կարգալույց անել, եւ ել չեմ ասում, հարգելիներս, ով որտեղ իր հավատքը ոնց է արտահայտվում, դա ոչ մեկին չի վերաբերվում։ Դա ոչ մեկին չի վերաբերվում։ Հավատքը, քրիստոնեությունը որևիցե մեկի մենաշնորհը չէ, ինչպես եկեղեցին որևիցե մի քաղաքացու եւ իր եղբոր եւ իր շրջապատող մարդկանց մենաշնորհը չի, ժողովուրդ, եկեք դուրս եկեք այդ բանից, հերիքա նույնականացնեք։ Ես ազգային ժողովի նախագահն եմ, բայց դա չի նշանակում, որ ես ազգային ժողովի ամեն մի կառույց իր կանոնակարգ ունի։ Ես ուրախ եմ, իր կանոնակարգ ունի։ Ռոզան ջան, եթե մենք իրար հետ հավաքվենք իմ սենյակում, եթե մենք հավաքվենք իմ սենյակում եւ աղոթենք իրար հետ, ինչ խնդիր կա։ Բա ինչի մասին է խոսքը։ Եկեղեցու կանոնակարգ գոյություն ունի, արարողություններ անցկացնելու ձև գոյություն ունի։ Լսի, թող եկեղեցու կանոնակարգը եւ եկեղեցու այն ներկայացուցիչները, որոնք դրա հետ վերապահումներ ունենան, իրենց կարծիքը ասեն։ Ուզում հասկանամ դրա հետևանքը, դրա անթույլատրելիությունը, դրա խնդիրը ըստ ձեզ ինչու՞մն է կանում։ Մարդ, որը որ եկեղեցական է, մեկը ասում է կարգալույց, մյուսը ասում է ես կարգա չեմ ընդունում, որ ինձ կարգալույցը կարա կարգալույց անել, ասում է ես ուզում եմ աղոթել, ես էլ ասում եմ ես ուզում եմ այդ աղոթքին ներկա գտնվեմ։ Հիմա ուզում հասկանամ ես ամեն ինչի մեջ այդ ձեր ասած խմբակի եւ ինչ որ կանոնների պայքարը որ է, ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ։ Իմ եւ Աստծու միջև խոսակցության մեջ պարտադիր չի ինչ որ մեկը լինի, վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա եւ իրան բիզնեսմենի մեջ պես պայել չեմ ասում մնացած անձնական բաները։ Իշխանություններն ինչ տեղեկություններ ունեն կաթողիկոսի եղբոր KGB-ի գործակալ լինելու վերաբերյալ։ Դրա մասին հրապարակում կա, բացեք, կարդացեք, այդ տեղեկությունը կարծում եմ։ Իրավական գործընթացներն ունեն, եթե դրա մասին տեղեկություններ։ Լսեք, իրավական գործընթացները որոշում է իր կոնկրետ մարմինը ըստ բանի հրապարակման։ Իսկ հրապարակումը եթե այդ հրապարակմանը արձագանք չի լինում, հերքում չի լինում, ամեն քաղաքական գործիչ կարող է հեղում անել, ասել իմ միջալոց սենց հրապարակում կա։ Պատասխանեցի։ Ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, որովհետև նախ հետո ասելու եք, որ դու ինչ որ բան ասեցիր, դու բարձրաստիճան պաշտոնյա ես, հետո բան եղավ, ես չեմ ուզում մտնեմ, կգտնի։ Որ ինչ։ KGB-ի գործակալը, ես սրա սրբազանություն։ Ես իրան գիտեք ոնց եմ ծանոթացել, բանում առաջի անգամ երբ որ մեկնել էի Մոսկվա, Ավրորա Մարիոթ հյուրանոցում, հենց դատախազության դիմացն է գտնվում այդ հյուրանոցը, ինձ հանգեցին, ես այդ ժամանակ փոխնախագահ ասցին, եկել է ուզում է դες տեսնի, ես ասի դե եկել է, իջա ներքև, մոտեցավ, ասեց ցուղթ էր A4 ֆորմատը, ասեց բարև ձեզ, ասեց մի հատ սա կստորագրեք, ասի ես ինչ հա, նայեմ գրածա ռուսերեն լեզվով գրածա դիմում է, որ դիմում եմ ես, իմ անունից գրած դիմում էր, որ ես դիմում եմ իմ գործընկերոջը Վարաբյովին, որ կոնկրետ հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ հողհատկացում էր, թե ինչ էր, բան, տակներ շնորհակալություն Ալեն Սիմոնյան։ Ասում եմ, ինչ ես բերել։ Ասում եմ, մի հատ կստորագրեք։
Այսինքն ես իմ այդ մարդու մասին իմ առաջի տպավորությունը եղել է դա, ես այդ ուխտը ճղեցի, ասեցի գնա եկեղեցի էին ուզում կառուցել այդ հողը։ Հարկելիս հիմա ինչքան էլ լավ բան լինի, բայց ասենք այդ ինչ է, ինչ վերաբերում է իր մասին, ասում եմ, իմ մասին իր տպավորությունը տենց է ձևավորվում։ Ծակալի էր թե ոչ։ Հարգելիս, ինչ եք ուզում ես գնահատականներ տամ, հետո ասեք, որ ազգային ժողովի նախագահը ասեց, հետո դատախազը Հիմա բայց իմ ընտրությունն է, չեք ստիպելու ինձ քաղաքական գնահատական տալ։ Ինչպես եք գնահատում